Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է տեղաբաշխել։ Սա նշանակում է Հայաստանի արտաքին պարտքի ավելացում 750 միլիոն դոլարով։ Իշխանական թևն ասում է ոչ, պարզաբանում են, որ այս գումարի մի զգալի մասով հետ է գնում նախորդ 4-րդ թողարկման պարտքը, այսինքն մարելու է նախորդ պարտքի մնացորդը։ Նախորդող եվրաբոնդերը ավելի ցածր տոկոսով է եղել, այսինքն ավելի ցածր տոկոսադրույքով են պարտքը վերցրել։ Հիմա այն 7,1% եկամտաբերությամբ է։ Կարծում եմ, որ գործարքը ճիշտ գործարք է այն առումով, որ նախապես հայտարարված էր նախ, որ այդ տիպի գործարքի հնարավորություն կարող է լինել։ Ինչ վերաբերում է 7-1-ին, բնականաբար գիտեք, որ կա risk-free տոկոսադրույք, այսինքն ռիսկից զատ տոկոսադրույքը, դա Ամերիկայի նույն ժամկետայնությամբ 10 տարանոց պարտատոմսերի եկամտաբերությունն է, որը այս պահին ճշգրիտ երևի չեմ ասի, բայց 4.3-ի մոտ է։ Այսինքն Ամերիկայի պետությունը 10 տարանոց պարտքը շուկայից վերցնում է 4,3%-ով տարեկան։ Հայաստանի կառավարությունը այդ պարտքը վերցնում է 7.1-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակում դիտված այդ սպրեդի նորմալ չափն է։ Հենց որ այդտեղ որևէ ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում։ Փոխարժեքի հատկապես դոլարի կուրսը որոշակի նվազել է։ Դա ըստ երկրի գլխավոր դրամատան ղեկավարի պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի տատանողականությամբ։ Բոլորն են փորձում հասկանալ, թե ինչ է ցանկանում անել ԱՄՆ նախագահի վարչակազմը տարիֆների եւ տնտեսական քաղաքականության առումով։ Ու կարծում եմ, որ շուկան դեռ խարխափում է հասկանալու համար ուղեգիծը զարգացման։ Ոստի երևի թե այս պայդրությամբ փորձում են ինվեստիցիաները որոշակիորեն զսպել միջև տեսնեն հնարավոր զարգացումները մի քիչ ավելի ինչա լինելու, ինչ ուղղությամբ գնալու։ Շուկայում տեսնում են հնարավոր Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Գիտեք, որ այսօր հեռախոսազրույցն է տեղի ունենալու։ Ես կարծում եմ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև շուկայի խաղացողների մոտ, ինչի դրական ազդեցություն ունենում ռուսական ակտիվների գների, ընդհանուր ակտիվների գների վրա։ Հիփոթեկային սպառողական վարկերը շարունակում են պահանջված լինել։ Այս պահանջարկն ըստ կենտրոնական բանկի ղեկավարի հսկայական է եւ պահանջարկի ավելացումն էլ այդ վարկերի նկատմամբ բերում է նրան, որ վարկային տոկոսադրույքները չեն նվազում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։